Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, սիրելի հյուրեր, Սարգիս ողջույն բոլորիդ, Բուն TV-ի եթերում Բուն բանավեճ հաղորդումն է։ Բարև ձեզ Աննա, բարև ձեզ հարգելի հյուրեր, այո, ինչպես ամեն շաբաթօր, այսօր էլ երեկոյան ժամը 8-ին մենք սկսում ենք Բուն բանավեճը եւ այսօր պատրաստվում ենք քննարկել թմրանյութերի ապօրինի շրջանառության վաճառքի թեման, որը ինչպես աշխարհի բոլոր երկրներում Հայաստանում նույնպես լուրջ խնդիր է։ Ու նաև մեր օրերում մեդիայի զարգացումը, տեղեկատվության առատությունը կարծես ավելի սրել է այդ խնդրի արդիականությունը։ Նաև դա, բայց գուցե չափազանցրել են խնդրի կարևորությունը։ Մենք ուզում ենք նաև դիմել մեր ունկնդիրներին, որպեսզի նրանք հետևում են մեզ նաև սոցհարթակներում, Բուն TV, Facebook-յան, Instagram-յան էջերում թողնեն իրենց մեկնաբանությունները, արձագանքեն, գրեն հարցերը։ Իսկ մենք արդեն կարող ենք ներկայացնել մեր հյուրերին։ Այո, մեր հյուրերից են ներքին գործերի փոխնախարար պարոն Արմեն Մկրտչյանը, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի փոխտնօրեն Տիկին Գայանե Վարդազարյանը, բարև ձեզ Տիկին Վարդազարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մշակութային մարդաբան Միքայել Զոլյանը, բարև ձեզ Միքայել, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ իրական աշխարհ, իրական մարդիկ հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը, շնորհակալություն Տիկին Մայիլյան հրավերն Մենք ունենք կանոններ, բանավեճը քննարկումը մի քանի փուլերից է, յուրաքանչյուր փուլն ունի իր կանոնները, մենք հերթով կներկայացնենք այն, խնդրեմ Աննա։ Առաջին փուլի կանոնները ներկայացնենք։ Առաջին փուլում մենք ձեզ մեկական հարց ենք ուղղելու եւ դուք ունենալու եք 3 րոպե ժամանակ հարցին պատասխանելու համար։ Պարոն Մկրտչյան, հանրության մոտ այնպիսի կարծիք, տպավորություն կա, որ թմրանյութերի հետ կապված խնդիրը ինքը դառնում է աստիճանաբար ավելի լուրջ խնդիր, այն երիտասարդանում է, այսպես ներգրավելով, նորանոր մարդկանց, նորանոր խմբեր եւ ինչպես ասացի, այն երիտասարդանում է։ Խնդրում եմ, կարող եք ներկայացնել որոշ ընդհանուր այսպես կարևոր տվյալներ, ինչ վիճակ է այդ առումով այժմ Հայաստանում։ Ժամանակ։ Դուք եւս խոսքում նշեցիք, որ թմրամիջոցների արկայությունը եւ դրա դեմ պայքարը առհասարակ մարտահրավեր է ամբողջ աշխարհում եւ Հայաստանը այս իմաստով դուրս չէ համաշխարհային տենդենսներից։ Մասնավորապես նշեմ նաև, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ինքը որոշակի անդրազգային բնույթ կրող հանցատեսակ է եւ այստեղ է, որ ոստիկանական միջազգային համագործակցությունը շատ կարևոր դերակատարում պետք է ունենա։ Հաջորդ, այսպես ասած, զարգացող մարտահրավերը դա այն է, որ թմրամիջոցները սկսել են ապօրինաբար շրջանառվել համացանցում, ինչը պետք է պետությանը եւ հատկապես իրավապահ համակարգին ճիշտ դիրքավոր է այս առումով եւ համացանցը նույնպես դառնա ոստիկանության համար տարածք կամ հարթակ, որտեղ հնարավոր լինի անել ճակերտավոր բարեկություն եւ հայտնաբերել այս դեպքերը։ Սրա համար պետք են եւ տեխնիկական, տեխնոլոգիական, ծրագրային եւ մարդկային ռեսուրսի զարգացում եւ կատարելագործում։ Նշեմ, որ այս բոլոր մարտահրավերները գույքագրելով եւ ոչ միայն սրանք, այլ նաեւ հանրային առողջությունը որպես թիրախում տեսնելով 2025 թվականին ընդունվեց թմրամիջոցների դեմ պայքարի եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավականին համապարփակ ռազմավարություն, որը կարելի ասել շոշափում է հանրապետության բոլոր պետական մարմիններին եւ իրենց անելիքները բավականին լայն քննարկումներ անցած ռազմավարություն էր, ես տեսնում եմ գործընկերոջս, ում հետ նախկինում ունեցել ենք հանդիպումներ մշակելուց, նկատի ունեմ եւ պետական մարմինները եւ քաղաքացիական հասարակությունը շատ մեծ ներգրավում են ունեցել այդ փաստաթղթի մշակման մեջ եւ բավականին հստակ թիրախներ ունենք այստեղ, որոնք նախկինում երբևիցե չեն շոշափվել որևիցե համընդհանուր ձևաչափով։ Թիրախավորվել է եւ հանրային անվտանգությունը, եւ հանրային առողջությունը, եւ կրթությունը, եւ վերաինտեգրման հարցերը, եւ առհասարակ հասարակության ընկալումը որպես թիրախ է դրվել թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ, ինչպիսին պետք է լինի այն։ Շատ կարճ նկարագրեմ վիճակագրությունը Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, ասեմ, որ 2025 թվականին 24%-ով ավել դեպք է հայտնաբերվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դա 614 դեպքով ավել է, քան նախորդ տարին, ասեմ, որ իրավապահ համակարգը այսպիսի դեպքերի հայտնաբերման աճը համարում է դրական ցուցանիշ,
քանի որ այս հանցատեսակը լատենտային է եւ բավականին դժվար հայտնաբերելի եւ դրանց գրանցման աճը մենք դիտարկում ենք դրական եւ ինչը ավելի կարեւոր ցուցանիշ է, ես ուզում եմ նշել, որ այս տարի 2025 թվականին 768 կիլոգրամ թմրա միջոց է հանվել շրջանառությունից, սա 80%-ով ավելի է, քան 2024 թվականը եւ սա ասեմ ձեզ, որ արդյունք է հստակ մարտավարության եւ ռազմավարական մոտեցումների, քանի որ իրավապահ համակարգը կենտրոնացել է խոշոր քանակների արգելավման վրա, այն է ներմուծումների եւ արտադրության, սրանով իսկ կանխելով հետագայում դրանց ավելի մանեցած վիճակով իրացմանը եւ բնականաբար նորանոր դեպքերի կանխմանը։ Շնորհակալություն Տիկին Վարդազարյան, կխնդրեմ ձեր կենտրոնի ունեցած տվյալների հիման վրա իրավիճակը գնահատեք։ Գուցե դրանք մի փոքր ավելի տարբերվում են ձեր գերատեսչության դիտանկյունից։ Չէ, ցավոք սրտի չեն տարբերվում, որովհետև միտումները ամբողջ աշխարհի վերաբերելի են նաև մեր երկրին, ինչպես նշեց պարոն փոխնախարարը, դա վերաբերվում է նաև հիվանդներին եւ հիվանդացությանը, որը աճում է ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես։ Մենք ունենք իհարկե թվով քիչ բացարձակ թվերի առումով, քիչ անչափահասներ արդեն հաշվառված, որ մի քանի տարի առաջ չենք ունեցել։ Իհարկե, այստեղ խոսքը չի գնում ձևավորված կախվածության մասին։ Ուզում եմ նշել, որ կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառվածների թիվը նշանակում է եւ կախվածություն ունեցող մարդիկ, եւ մարդիկ, ովքեր գործածել են թմրամիջոցներ, այսինքն այստեղ պարտադիր չի, որ այսօրվա հաշվառված մոտ 5000 քաղաքացիները լինեն ձևավորված թմրամոլությամբ հիվանդներ, Նախ հիվանդության ձևակերպումը հիմա վերջին տարիներին փոխվել է, ինքը կոչվում է հոգեկան վարքային խանգարումներ թմրանյութերի գործածման հետևանքով կախվածության համախտանիշ։ Ուղղակի ես մի քիչ ավելի մատչելի եմ ասում թմրամոլություն, որ մարդկանց համար ավելի հասկանալի լինի։ Ուզում եմ ասել, որ միտումները մեր երկրում մնում են ու շարունակում են համահունչ լինել ամբողջ աշխարհի միտումների հետ։ Դիմելիությունը հիվանդության բուժման նպատակով նույնպես աճել է։ Անցյալ տարվա ընթացքում մոտ 1500 հիվանդներ ենք ունեցել մենք, որոնք բուժվել են եւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում։ Մենք ունենք մոտ 600-ից ավել հիվանդներ, ովքեր ստանում են փոխարինող բուժում, տարիներ շարունակ մեթադոնային փոխարինող բուժում։ Այսպես Իսկ պարոն փոխնախարարը խոսեց համացանցային բարեկություն անելու անհրաժեշտության մասին։ Ձեր դիտանկյունից կա նման տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց նաև ձեր գործելակերպի փոփոխության անհրաժեշտություն։ Օրինակ համացանցում մարդու, չգիտեմ, վարքից ելնելով որոշակի միջոցառումներ կազմակերպել։ Ես ուզում եմ նշել, որ մենք բուժական կենտրոն ենք, համացանցով որևէ մեկի կյանքին հետևելու իրավասություն չունենք, այնպես որ այդ ոլորտը մերը չէ։ Շնորհակալություն։ Տիկին Մայիլյան, հանրության մոտ նաև նման ընկալում կա, որ նման խնդրի բախված մարդիկ կարծես մեկուսանում են եւ դա լրացուցիչ խնդիր է ստեղծում ընդհանրապես թմրամոլության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առումով Եվ ձեր փորձը ինչ է հուշում, այս առումով ինչ կարող եք ասել։ Հանրությունը իրականում շատ ճիշտ է նկատում, երբ որ մարդը սկսում է թմրամիջոցներ օգտագործել, հետս հետ է, կամաց-կամաց, նա անջատվում է իր սոցիալական միջավայրից, երբեմն նրանից հրաժարվում է ընտանիքը, ընկերները, նա կորցնում է աշխատանքը եւ Այսպես որոշակի ժամանակ անց մարդը մնում է միայնակ իր խնդիրների հետ։ Մեր աշխատանքի ընթացքում մենք հանդիպում ենք բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ մարդը կյանքի ինչ-որ մի փուլում սկսել է օգտագործել թմրամիջոցներ եւ նա փաստացի մեկուսացել է։ Այս մեկուսացումը իր հետևից բերում է բազմաթիվ այլ խնդիրներ։ Առաջին հերթին, երբ որ մարդը կտրվում է, անջատվում է իր սոցիալական տեղ միջավայրից, նա այլևս տեղ չի ունենում, թե ում դիմել օգնության համար։ Երբ որ տեղ չունենում դիմել օգնության համար, հետևաբար, երբ նրան պետք են ինչ-որ ռեսուրսներ, սկսած նրանից թմրամիջոցների համար կամ էլեմենտար նրա կենսական գոյությունը պահելու համար, նրան պետք են ռեսուրսներ, նա չունի աշխատանք, ստիպված գնում է այլ հանցագործությունների
Եվ այսպես քիչ մարդը կտրվում է իր սոցիալական միջավայրից, ընտանիքից, կորցնում է աշխատանքը, հետո կորցնում է առողջությունը, հետո ինչ որ մի պահի գալիս է, որ նրա համար այլևս ոչ մի բան նշանակություն չի ունենում։ Միայն կարևոր է այդ օրվա չափաբաժինը, որպեսզի նա ինչ որ մի տեղից հայթայթի եւ չունենա զրկանքի համախտանիշը, որը սովորաբար ունենում են երկարատև օգտագործումից այդ դադարների ընթացքում։ Սա ահռելի վնաս է հասցնում ինչպես մարդուն, երբեմն այդ ճանապարհին մարդը սպառում է իր ընտանիքի ամբողջ ռեսուրսները, երբեմն սպառում է, այո, լինում են իրավիճակներ, երբ որ նա այլ մարդկանցից պարտքեր է վերցնում, բարկեր է վերցնում, եւ թմրամիջոցների օգտագործումը ի վերջո մարդուն բերում է, կանգնեցնում է անդունդի եզրին, երբ այլևս նրա համար շատ բաներ նշանակություն չեն ունենում։ Այստեղ կարևոր է պետության դերը, այստեղ կարևոր է այն օգնող ձեռքերի դերը եւ թմրամիջոցներից կախվածությունը որպես հիվանդություն դիտարկելու հանգամանքը, որովհետեւ եթե մենք դիտարկում ենք որպես հիվանդություն եւ մնացած հիվանդությունների նման փորձում ենք բուժել եւ ոչ միայն առողջապահական հարցերը կարգավորել, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական, տնտեսական եւ այլը, հնարավոր է, որ մարդը, որը կանգնած է անդունդի եզրին, այդտեղից հետ վերադառնա եւ շարունակի ապրել բնականon կյանքով։ Բայց այս պահի դրությամբ ցավոք սրտի այդ օգնության ձեռքերը շատ չեն մեր երկրում, մեխանիզմները շատ չեն, դրա համար մեր մոտ գալիս են այնպիսի մարդիկ, որոնք արդեն այս սահմանային իրավիճակում են հայտնվել։ Պարոն Զոլյան, մենք տարբեր մեխանիզմների մասին արդեն խոսեցինք վերահսկելու այդ դաշտը, բայց կան երկրներ, որոնք թմրանյութերի տարածումը վերահսկելու եւ նաեւ բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով ազատականացրել են օրենսդրությունը եւ թույլ են տվել, որ որոշ թմրանյութեր հնարավոր լինի որոշ հանգամանքներում օգտագործել։ Օրինակ, ինչպես եք վերաբերում այդ պրակտիկային, դա ընդունելի պրակտիկա է եւ կարծում եք արժի քննարկել դրա կիրառումը նաեւ հայաստանյան համատեքստում։ Շնորհակալություն հարցի համար, նախ ուզում եմ ասել, որ ցանկացած բան, ինչ որ ես ասեմ, թող չընկալվի որպես ինչ որ բանի քարոզչություն, հա, ցանկացած դեպքում թմրամիջոցներ ընդունել պետք չի, հատկապես եթե դրանք ապօրինի են, ոչ մեկին ոչ մի բան չենք խրախուսում, սա ուղղակի որպես disclaimer, հա, բայց դրանով հանդերձ, այո, դուք ճիշտ եք ասում, այսօր զարգացած երկրներում, դեմոկրատական երկրներում հիմնականում որդեգրվում է այնպիսի միտում, որ պետք է թմրամիջոցները տարբերակել, հա, այսինքն այն ինչ որ այստեղ նկարագրում էին իմ գործընկերները, դա հիմնականում վերաբերում է ծանր թմրամիջոցներին, որոնց օգտագործումը իրոք շատ վնասակար է եւ բազմաթիվ ռիսկերի հետ է կապված, բայց շատ երկրներում տարբերակում են թմրամիջոցները եւ կա այսպիսի մոտեցում, որ կան թեթև թմրամիջոցներ եւ ծանր թմրամիջոցներ, եւ թեթևը հիմնականում դա կանեփի հետ կապված, հա, կանաբիսի հետ կապված, մարիխուանա եւ այլն, որոնք շատ ավելի թեթև են, շատ ավելի հեշտ վերահսկելի են եւ օրինակ մի քանի երկրներ ասեմ, որ լրիվ օրինականացրել են, Կանադա, Ուրուգվայ, Չեխիա, Գերմանիա, ուրիշ երկրներում դա մասամբ օրինականացված է կամ ապաքրեականացված է, Իսպանիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Մալթա, Լյուքսեմբուրգ, ԱՄՆ-ում 50 նահանգներից 24-ը լրիվ օրինականացրել են, իսկ դաշնային մակարդակով հենց դեկտեմբերին անցած տարվա ԱՄՆ-ի նախագահ Թրամփը ընդունեց հրամանագիր նրա մասին, որ մարիխուանան պետքա առաջի խմբից տեղափոխվի երրորդ խումբ, այսինքն այնպիսի նյութերի ցուցակից, որոնք ցանկացած պարագայում արգելված են, տեղափոխվում է ըստ էության դեղամիջոցների խումբ, որտեղ ուղղակի ռեցեպտով դա պետքա տրամադրվի։ Դեռ դրա վերջնականացումը կլինի հաջորդ տարի, բայց ամեն դեպքում այս քայլը կատարվել է։ Ինչի է դա կատարվում, հա, որովհետև տեսեք, մենք ունենք, այսպես ասած, օրինական թմրամիջոցներ, ալկոհոլ եւ ծխախոտ, որոնք բոլորը գիտեն, որ հսկայական շատ լուրջ վտանգների հետ են կապված, բայց այնուամենայնիվ ազատ վաճառքի մեջ են եւ դրանց վաճառքը վերահսկվում է, ասենք երեխաներին չեն վաճառում, եթե մարդը դրա հետ կապված խնդիր ունի, կարող է դիմել բժշկի եւ նա չի վախենում դիմել բժշկի, հա։ Նույն բանը փաստորեն այս երկրները առաջարկում են անել կանաբիսի հետ կապված եւ իսկ վիճակագրական տվյալներ կան այդ փոփոխությունները լինում են։ Հիմնականում սա դեռ նոր միտումներ են եւ տարբեր երկրներում տարբեր արդյունքներ է տալիս, հա, եւ նաեւ այդտեղ դեռ գտնված չի այսպես միասնական ճշգրիտ մոդել։ Օրինակ, որոշ երկրներում գնացել են այսպես ազատ շուկայի տարբերակով, որոշ երկրներում գնացել են ավելի սահմանափակ տարբերակով, որ վաճառքը արգելված է, բայց մարդը կարող է ինքը օգտագործել, աճացնել եւ այլն։ Որոշ երկրներում ըստ էության ՀԿ-ներն են դրանով զբաղվում, որոշ երկրներում միայն բժշկականն է, այսինքն դեռևս սա ընթացքում է այս փորձը
Եվ այս իմաստով հստակ դեռ արդյունքներ չկան, բայց ամեն դեպքում այդ քննարկումները գնում են եւ կարծում եմ մենք էլ պետք է շատ այսպես ազատ եւ լուրջ քննարկում ունենանք այս թեմայով։ Շնորհակալություն, պարոն Զոլյան, Մենք անցնենք հաջորդ փուլին։ Ես հիշեցնեմ մեր հյուրերին, որ հաջորդ փուլում դուք կարող եք միմյանց հարցեր ուղղել, բայց ինչպես նախորդ փուլը, այս փուլը եւս ունի կանոններ, խնդրեմ Աննա։ այս փուլի կանոններով հարցի համար ձեզ համար նախատեսված է 30 վայրկյան ժամանակ, պատասխանողը կունենա 3 րոպե պատասխանելու համար, իսկ հարց տվողը 30 վայրկյան արձագանքի համար։ Խնդրեմ, թերևս սկսենք ձեզնից, պարոն Զոլյան, գուցե պարոն փոխնախարարից հարցնեք, թե կառավարությունը երբ է պատրաստվում, եթե իհարկե այդ հարցը ուզում եք տալ, անել այն, ինչ դուք եք առաջարկում, գուցե ավելի հետաքրքիր հարց ունեք։ Դե ես այս հարցը այսպես ձևակերպեի, արդյոք ինչ-որ քննարկումներ կան հենց այդ ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով, որ մենք հիմա եվրոպական ինտեգրման ճանապարհով ենք շարժվում եւ ընդհանրապես Եվրոպայում ընդունված է հենց հումանիստական մոտեցումը, հա, որը ձևակերպվում է support don't punish, հա, այսինքն աջակցեք, այլ ոչ թե պատժեք մոտեցումը, արդյոք այսպիսի քննարկումներ կան նաև գուցե ձեր եվրոպացի գործընկերների հետ, փորձի փոխանակում եւ այլն։ Շնորհակալություն, աջակցել թե պատժել, կարծում եմ այդքան էլ թեմայի հետ չի առնչվում, իհարկե աջակցել։ Եթե խոսքը գնում է գործածողի մասին կամ թմրամոլի, սա ռազմավարության հիմքում է դրված, քննարկումներ եղել են ռազմավարության մշակման ընթացքում, եթե խոսքը գնում է ազատականացման մասին, փորձեմ շատ կարճ sense բուլետներով պատասխանել։ Չեմ կարծում, որ դա Եվրոմիության ինտեգրման, այսպես ասած, եւ երկխոսության մեջ այն ամենաառաջնային ստանդարտն է, որ մենք պետք է գնանք այդ ստանդարտին, շատ այլ ստանդարտներ կան, եւ ասեմ, որ էսպային հանրային անվտանգության տեսանկյունից այդպիսի հարց օրակարգում չի առաջ բերվել կառավարությունում։ Այսքան։ Դուք ցանկանում եք արձագանքել, այսինքն կառավարությունը ասում է, որ մենք գտնում ենք, որ ազատականացման որևէ տարբերակ Հայաստանի համար ընդունելի չէ, Եվրոպաներում ինչ է կատարվում։ Իսկ կարող եմ ես ուղղակի ուրիշ հարց տալ։ Դուք կարող եք այդ հարցը ավելի էս մանրամասնել, հա, տեսեք, ես փաստաբանի հետ խոսեցի, այս հաղորդման հետ համար պատրաստվելիս, ու նա ասում է, որ մեր ըստ էության այն պատիժները, որոնք նախատեսված են օրինակ նույն մարիխուանա վաճառքի համար, մոտավորապես նույն պատիժներն են ինչ-որ ծանր հանցագործությունների համար, հա, ասենք անգամ սպանության համար կարող է նույն մարդը, ասենք 8-ից 12 տարի նստի ու կարող է մարիխուանա վաճառելու համար նստի։ Մինչդեռ օրինակ Կալիֆոռնիայում դա օրինական բիզնես է, մարդիկ խանութներ են բացում, փող են աշխատում եւ այլն։ Չեք կարծում, որ այդտեղ ինչ-որ խնդիր կա համաչափության, պատժի համաչափության գոնե։ Պարոն փոխնախարար, այս հարցին ցավոք սրտի հիմա չեք կարող պատասխանել, որովհետեւ մեր կարգն է այդպեսի, բայց մենք ունենք եզրափակիչ փուլ, եթե դուք ցանկանում եք, կարող եք եզրափակիչ փուլում անդրադառնալ այս հարցին։ Խնդրեմ Աննա։ Տիկին Վարդազարյան, դուք կարող եք հարց տալ։ Դուք ինչ եք կարծում, ազատականացումը հանրային առողջության հետ որևէ կապ ունի, թե դա ուղղակի քաղաքականությունն է պետության։ Ես կարծում եմ, տեսեք, որ ընդհանրապես փորձը ցույց է տալիս, ես խոսել եմ իրավապաշտպանների հետ, փաստաբանների հետ, մարդկանց հետ, ովքեր այս հարցով մասնագիտորեն զբաղվում են, եւ նրանք ասում են, որ միշտ ապօրինի լինելը հանգեցնում է նրան, որ այդ խնդիրը թաքցվում է, հա, որ մարդիկ չեն դիմում օրինակ բժշկի, որ մարդիկ չեն խոսում իրենց ունեցած խնդիրների մասին, հա, եւ արդյունքում ինչքան ավելի շատ ենք մենք արգելում, միևնույնն է հնարավոր չի շրջանառությունը կանխել, բայց արդյունքում մենք ունենում ենք, որ օրինակ նույն մարիխուանայի փոխարեն ստեղծվում են spice կոչվող թմրամիջոցները, որոնք ըստ էության սինթետիկ մարիխուանան է, որը շատ ավելի վնասակար է, քան սովորական մարիխուանան, հա, նույնը այն մնացած նյութերի պարագայում, հա, ասենք, չգիտեմ, կոկաինը արգելելուց հետո սկսեցին հայտնվել մեֆեդրոն եւ այլն, որոնք շատ ավելի վնասակար են։ Այսինքն տրամաբանությունը նա է, որ իհարկե պարզա պետք կան որոշակի կարմիր գծեր, հա, դրա մասին խոսք չկա, բայց միայն արգելելով, միայն պատժելով մենք այս խնդիրները չենք լուծի։ Միանշանակ համաձայն եմ, որ միայն արգելելով կամ միայն պատժելով չենք կարող, բայց նաև հանրայնացնելով չենք կարող։ Տեսեք, բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան, որոնք ապացուցում են, որ այն երկրներում, որտեղ ազատականացվել են եւ այն նահանգներում, այնտեղ մի քանի ցուցանիշներ վերջին տարիներին ամեն դեպքում խիստ աճել են։ Խոսքը վերաբերվում է հոգեկան հիվանդությունների աճին, ծանր հետևանքներով վթարների աճին, երիտասարդների ու դեռահասների շրջանում մարիխուանայի գործածման հաճախականության աճին։ Այսինքն միանշանակ պնդել, դուք ճիշտ ասացիք, միանշանակ պնդել,
որ դա հարցի լուծում է, ոչ ոք չի կարող ասել։ Շնորհակալություն։ Հարգելի մասնակիցներ, մենք դեռ ունենք էլի փուլեր մեր հաղորդման շրջանակներում, որի ընթացքում դուք կարող եք էլի անդրադառնալ այս խնդրին։ Պարոն Մկրտչյան, դուք կարող եք հարց տալ։ Ես գործընկերոջը հարցս կուղեմ եւ լավ առիթ է։ Կուզենայի լսեի այ հատկապես իրավապահ համակարգում ամենախնդրահարույց 1 կամ 2 կետը որ կա, որպես քաղաքացիական հասարակության համընդհանուր կարծիք հնչեցնեիք եւ մենք էլ գույքագրեինք դա մեզ մոտ գնալով դրա հետևից։ Ուրեմն առաջին խնդիրը, որ մենք հատկապես վերջի 2-3 տարիներին արձանագրում ենք, դա այն է, որ պատահական մարդկանց ուղակի փողոցում կանգնացնում են ու ստուգում են։ Մենք դա առնչվել ենք այս դեպքերին կոնկրետ միավոր ապրող անձիկ 2 անձ անցած տարվա ընթացքում էս ահազանգել են, որ պատահական բարեկը կանգնեցրել է, ստուգել է, նրա ձեռքում եղել են իր բուժման համար դեղերը եւ տարել են քննչական մարմին, այնտեղ հարցուփորձ են արել դեղերից, հետո հարազատը զանգել է, ասել են դու գիտեք, որ ձեր բարեկամը սպիդ ունի եւ այլը եւ այլը, այսինքն այս անհամաչափ ստուգումները եւ նաեւ խտրական վերաբերմունքը տարբեր խմբերի նկատմամբ։ Իսկ անձնական տվյալներ են նաեւ Այո, մենք այս լավ նաեւ սրա մասին բարձրաձայնել ենք, լրատվամիջոցներն էլ են խոսել կոնկրետ մի դեպքի մասին, բայց անցած տարի եւս 2-ն ա եղել։ Ոստիկանությունն է արել։ Այո։ Երկրորդ հարցը ինչին որ կուզեմ անդրադառնամ, արդյոք հաշվարկ արվել, թե օրինակ թմրամիջոց գործածող բարդուն, երբ որ ձերբակալում են փոքր չափի համար եւ նրան պահում են քրեակատարողական հիմնարկում, այս մենք դիտարկել ենք, որ այս լուրջ խնդիր է, որովհետեւ այդ մարդուն եթե բուժում տրամադրեն, իրեն հասանելիք բուժումը տրամադրեն, դա պետության վրա ավելի էժան կնստի, քան այդ մարդուն, որ տանում են քրեակատարողական հիմնարկում, այդպես տարիներով պահում են ու պետությունը ստացվում է ավելի շատ ծախս անում մարդկանց վրա, քան օրինակ եթե նրան տրամադրի այդ մետադոնային փոխարինող կամ այլ բուժումը։ Եվ հաջորդ խնդիրը օրինակ հիմա իրավախախտումների վերաբերյալ հետազոտություն են արել, շուտով կլինի նաև պրեզենտացիան, այն է, որ օրինակ ոստիկանական մարմիններում կարող են մարդկանց բռնության ենթարկել, ինչպես խոսքային բռնություն, այնպես էլ ֆիզիկական, իրենց թմրամիջոցներ գործածելու հանգամանքով պայմանավորված, եւ եղել են դեպքեր, երբ որ մենք մարդուն օրինակ հորդորել ենք, որ ինքը գնա, դիմի եւ այլը, ցավոք սրտի մարդիկ դեռևս չունեն այդ վստահությունը համակարգի նկատմամբ եւ ասում են օրինակ եթե ինձ այդ օրինակ սենյակում ծեծում են, ես գնամ կողքի սենյակում կամ ինձ վատ բառեր են ասում, ես գնամ կողքի սենյակում դիմեմ բողոք ներկայացնեմ, ինչքանով եմ վստահ, որ իմ իրավունքը կպաշտպանվի, այս խնդիրը մենք դեռևս ունենք եւ պարբերաբար արձանագրվում է։ Նաև ունենք ցավոք սրտի խնդիր այդ անձնական տվյալները բացահայտելու, էլի այդ հետազոտություններից դուրս են գալիս, հա, որ օրինակ մարդու օգտագործելու հանգամանքը կարող է, չգիտեմ, հարազատին եւ այլը դուրս գալ, ինչ օրինակ այդ մարդը չէր ուզենա ընտանիքի անդամը կամ այլ որևէ անդամ իմանար նրա թմրամիջոցներ գործածելու հանգամանքը։ Արձագանք ունեք։ Շնորհակալություն, հա, բայց մի փոքր երկար էլի, եթե հնարավոր է, հարցերը շատ էին։ Տեսեք, ինչ վերաբերվում է, հա, ձերբակալություններին, անմիջական, հա, հիմնավոր կասկածի դեպք նկարագրեցիք, երբ որ ոստիկանության ծառայողը կասկած է ունենում անմիջականորեն եւ գործողություններ է դիմում, շատ չէին դեպքերը կարծես թե ինձ եթե անկեղծ այդ հատվածը այդքան չմտահոգեց, նախ քանակը փոքր նկարագրեցիք եւ երկրորդը ոստիկանություն նաեւ այսօրվա դրությամբ որպես առաջնահերթ մարտահրավեր ոստիկանությունը կենտրոնացած է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին, ինձ ավելի շատ մտահոգեց երկրորդ մասը ձեր խոսքում, որ դուք ասացիք, որ անձնական տվյալներ են հրապարակվում։ Այս մասով իհարկե մենք միջոցներ ձեռնարկում ենք եւ մեր ծառայողներին պատրաստում եւ վերապատրաստում ենք այս ուղղությամբ, որտեղ ես անձամբ ունեմ կարծիք, որ դա ուղղակի դիտավորությամբ այդքան արվող երևույթ չի, ինչքան չտիրապետելու օրենսդրությանը եւ այդ զգայուն հարցը հստակ չընկալելու իմաստով մենք եւ ուղեցույցեր ենք պատրաստել մեր միջազգային գործընկերներիդ եւ բաժանել ենք մեր ծառայողներին եւ մեր վերապատրաստումներում անպայման նկատի ենք ունենում այս ուղղությունը։ Ինչ վերաբերվում է թմրամիջոց գործածած անձին արգելանքի վերցնելու հետ կապված, եթե չեմ սխալվում, գործածումը միայն
չի ընդհանրում հանցագործություն, սա վարչական իրավախախտում է եւ այստեղ արգելանքի վերցնելու մենք կարծես թե չունենք իրավիճակ, եթե խոսքը գնում է պահելու, իրացնելու, վաճառելու մասին, սա այո, սա հանցագործություն է, քանի որ սա արդեն միջամտություն է այլ մարդու կյանքին եւ այսպես ասած տարածման երևույթ է, որը առավելապես վտանգավոր է։ Ներողություն եմ խնդրում, դուք դեռ հնարավորություն կունենաք անդրադառնալու այդ հարցերի։ Շատ կարճ մարդու իրավունքներին նաեւ, հա, անդրադառնամ, երբ որ մենք ասենք, որ ոստիկանությունում, երբ որ բերվում են, հա, միջոց գործածած կամ այս երևույթի հետ առնչվող մարդկանց ոստիկանների ընկալումը այնպեսին չի, ես ինչի իմ առաջի խոսքում նշեցի, որ հանրային ընկալումը նաև պետք է մենք թիրախավորենք եւ ձեր խոսքում էլ, որ մենք ասում ենք, որ հասկանանք, որ մարդը կարիքի մեջ, հա, ոչ թե վտանգի աղբյուր, հա, օրինակ։ Եվ այս ելակետից սկսենք այդ մարդու հետ առնչվել, իսկ ոչ միայն թմրամիջոցների շրջանառության կամ այլ դեպքերով սա եւս մեր թիրախում է, որպեսզի ոստիկանության ծառայողի հետ առնչվելիս քաղաքացին ունենա ապահովված երաշխիքներ։ Եվ այս հարցում բազմաթիվ գործողություններ են կարել, բայց ես չեմ ուզում տարածեմ հատկապես երբ ժամանակը։ Այժմ հերթը կարծես Տիկին Մայիլյանին է հարց տալու։ Տիկին Մայիլյան, իդեպ դուք նկատեցիք պարոն փոխնախարարին մտահոգեց անձնական տվյալների հետ կապված արտահոսքը, բայց պարոն փոխնախարարը ոչինչ չասաց ծեծի հետ կապված, կարծես չմտահոգեց իրեն այդ հանգամանքը մանավանդ հաշվի առնելով վերջերս նման մի դեպք հանրությանը ականատես եղավ։ Դուք ինչ հարց ունեք, գուցե հենց պարոն փոխնախարարին, դուք նաև ձեր խոսքում ասացիք կարող է ծեծի ենթարկել, ես ուշադիր եմ այդ մասին, դուք ունեք նման փաստեր։ Այո, մենք հետազոտությունը հիմա արդեն վերջնականացման փուլում է եւ ֆոկուս խմբային աշխատանքներ, անհատական հարցազրույցներ, մարդիկ պատմել են իրենց փորձը, որ իրենց ինչ որ դեպքեր եղել է ծեծել են, ինչ որ դեպքեր եղել է հարգալից են։ Ծեծել են որտեղ, ոստիկանությունում, բաժանմունքում։ Իրանք այդպես են ասում ոստիկանության շենքում, գուցե չեն տարանջատում այս կամ այն շենքը, այդպես են ասում։ Բայց ես մի հատ հարց ունեմ գերդոզավորումների հետ կապված, դա երևի վերաբերվում է երկու գործընկերներիս, շատ արագ ասեմ։ Հայաստանի Հանրապետությունում մենք չունենք պատշաճ վիճակագրություն թմրամիջոցներից գերդոզավորման վերաբերյալ, հետևաբար, եթե չունենք պատշաճ վիճակագրություն, չենք կարող բավարար քայլեր ձեռնարկել դրանք կանխարգելելու համար։ Ինչ ենք անում այս ուղղությամբ, որպեսզի գերդոզավորումը ոչ թե արձանագրվի որպես սրտի կանգ կամ թունավորում, այլ արձանագրվի որպես գերդոզավորում, որպեսզի մենք կարողանանք հետագայում մեր ռազմավարություններում սա որպես խնդիր դիտարկենք եւ ռեսուրսներ նախատեսենք այս ուղղությամբ։ Շնորհակալություն, նախ ինձ մտահոգեց, հարգելի հաղորդավար, ուղղակի ժամանակը կարճ էր եւ ես մարդու բոլոր իրավունքները չտարանջատելով ասեցի եւ խոսում էի այո ոստիկանության ծառայողների ընկալումները եւ նաեւ հասարակության ընկալումների հետ կապված ծեծի դեպքերը թմրամիջոցի կամ այլ դեպքեր դա անընդունելի եւ մեր ռեֆորմային քաղաքականության մեջ տեղ չունեցող երևույթ է լինում են այդպիսի դեպքեր շատ են այդպիսի դեպքերը կարծում եմ ոչ իսկ ինչ է անում այս պարագայում ներքին գործերի նախարարությունը արձանագրում է, հաղորդում է ներկայացնում եւ քննություն է սկսվում։ Եվ արդեն իր բնականաբար բոլոր հետևանքներով։ Մյուս հարցին անդրադառնամ, ասեմ, որ ամբողջությամբ համաձայն եմ, որ վիճակագրությունը եւ առհասարակ տվյալները այս ոլորտում, եթե կան էլ իրանք հատվածային են եւ համապարփակ չեն, որովհետեւ հնարավորություն տան լիարժեք վերլուծություն անել եւ ճշգրիտ քաղաքականություն մշակել ոլորտի համար, կարծում եմ գերադոզավորման մասով գործընկեր ես կարձագանքի, բայց ես ինքս եւ մենք բոլորս այս տեղ խնդիր տեսել ենք եւ ռազմավարությունը թիրախավորել է նաեւ այս։ Այո, այս ոլորտում քաղաքացու մարդու առնչությունը պետական տարբեր մարմինների հետ, տարբեր մարմիններում էլ մնում է որպես տվյալ եւ այս տվյալները, այսպես ասած, մեկ հարտակում բերելը մեր համար ռազմավարական նպատակ է, ինչպես նաև նշեմ, որ այս երևույթը մեծապես լատենտայնություն ունի եւ դուրս է մնում առհասարակ որևիցե հաշվառումներից եւ այս տվյալները եւս թեկուզ եւ դաշտային աշխատանքների միջոցով պետքա վերհանվի եւ նույնպես վերլուծության եւ հետազոտության առարկա դառնա։ Շնորհակալություն։ Դուք ունեք արձագանք։ Չէ, այս մասով չունեմ արձագանք, կարևոր է որ նաև պետական կառույցների ներկայացուցիչները
դիտարկում են սա որպես խնդիր եւ հասկանում ենք, որ հավաքագրելու, արձագանքելու անհրաժեշտություն կա, բայց ես նաեւ մի բան ասեմ, երբեմն օրինակ շտապ օգնության բժիշկը, որը որ գնացել է, երբեմն ինքը չի ճանաչում, որ դա գերդոզավորման խնդիր է։ Նույնիսկ լինում են իրավիճակներ, որ մարդիկ այն խնդիրները, որ վախենում են, չեն կանչում շտապ օգնություն, դա հարցի լրիվ այլ կողմն է, բայց նաև երբեմն չեն էլ ճանաչում։ Տիկին Վարդազարյան, այս խնդրի վերաբերյալ դուք արձագանք ունեք։ Այո, ուրեմն ռազմավարությամբ նախատեսվում է Հայաստանում ներդնել Եվրոմիության թմրամիջոցների գործակալության 5 ցուցիչները համաճարակաբանական, որոնք օբյեկտիվորեն վերջապես համոզված են, որ կիրառելու դեպքում մենք կունենանք օբյեկտիվ պատկեր թմրամիջոցների գործածման տարածվածության վերաբերյալ, թմրամոլության վերաբերյալ, ընդ որում մահացությունը թմրամիջոցներից այդ ցուցիչներից մեկն է, որը ելի պետք է անպայման ուսումնասիրվի։ Այդտեղ եւ տարածվածությունը թմրամիջոցների գործածման ամբողջ աշխարհում ազգաբնակչության շրջանում դա առաջին ցուցիչն է։ Մահացությունը ընդհանրապես թմրամիջոցներ գործածողների եւ ուղղակի կապը մահացության եւ թմրամիջոցների գործածման, այսինքն առաջին մասում նկատի ունի բոլոր այն հիվանդությունները, որով ավելի հաճախ են հիվանդանում թմրամոլությամբ հիվանդները կապված իրենց առողջական վիճակով։ Երկրորդ մասը հենց գերդոզավորումներին է վերաբերում անմիջական կապը։ Բուժման դիմելու ցուցիչն է, հաջորդ ցուցիչը, որը անպայման շատ կարևոր է ու արտացոլում է, որքանով են բժշկական ծառայությունները լիարժեք աշխատում, այս խնդրին դեռ ժամանակ կունենանք անդրադառնալու հաջորդ փուլերում։ Շնորհակալություն, մենք անցնենք հաջորդ փուլին, հարգելի հյուրեր, այժմ մենք կդիտենք տեսանյութեր եւ խնդրում ենք ձեզ արձագանքել 3 րոպեն, չենք մոռանում, խնդրեմ առաջին տեսանյութը։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել, դա սարսափելի է։ Ես այլ բառեր ուղղակի չունեմ եւ կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակները անթույլատրելի են եւ բնականաբար այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, այլ մենք մեր հերթին հիմա պետք է շատ մանրամասն հասկանանք, թե դպրոցը ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ եւ ինչքանով որողակն է իր տեղում եղել եւ ճիշտ արձագանքել, որտեղ նման դեպքերը տեղին չեն ունենում մեկ օրում։ Տեղի չեն ունենում պարզապես։ Դրանք տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են։ Պարոն Մկրտչյան, կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը այս հարցազրույցը տվել է Մղչան գյուղում տեղի ունեցած այդ հայտնի դեպքի հետ, երբ դպրոցում անչափահասներին թմրամիջոց օգտագործել էին ստիպել։ Ինչպես երևի կհամաձայնվեք, մեր մեդիայում աղմկոտ դեպքերը 2-3 օրվա կյանք են ունենում եւ հետո կարծես բոլորը մոռանում են դրա մասին։ Գուցե դուք ինչ-որ նոր տվյալներ ունեք, ինչ հետևանքներ ունեցավ այս դեպքը եւ գուցե անդրադառնաք նաեւ այն խնդրին, թե արդյոք եզակի են նման դեպքերը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ նմանատիպ դեպքերը մեդիայում աղմուկ են բարձրացնում, հետո շատ կարճ, այսպես ասած, ժամկետ են ունենում։ Ես կարծում եմ, որ մի քիչ մեդիայում այս առումով կա չկանոնակարգված աղմուկ առնվազն։ Ինչ վերաբերվում է անչափահասներին թմրամիջոցների ոլորտ ներքաշելուն, սա թերևս այս շրջանակի ամենասարսափելի բանն է, որ կարող լինի եւ ամենավատ բանն է եւ ամենաանթույլատրելի երևույթն է։ Ասեմ, որ մենք անցած տարի արձանագրել ենք 6 դեպք անչափահասի ներգրավվածությամբ թմրամիջոցների ապահովման շրջանառության կատարելու շրջանակում, ասեմ, որ սա շատ է, չէ։ Սա շատ չէ։ Մենք յուրաքանչյուր ազդակի, յուրաքանչյուր տեղեկության, յուրաքանչյուր երևույթի հետևից գնում ենք եւ ստուգում ենք։ Այս դեպքի հետ կապված ինչ հետևանքներ եղան։ Նախաքննություն է իրականացվել կամ իրականացվում, վարույթ է նախաձեռնվել բնականաբար իր բոլոր հետևանքներով։ Բայց այս դեպքից հետո հետևությունների մասին պետք է խոսենք։ Ինչ ենք արել մենք որպես իրավապահ համակարգ։ Բնականաբար մեր աշխատանքը ակտիվացրել ենք ուսումնական հաստատությունների հետ եւ ներքին գործերի նախարարի կողմից բազմաթիվ միջնորդություններ են ուղարկվել նաեւ կրթության նախարարություն, որպեսզի այս մասով մենք ունենանք պատշաճ համագործակցություն, ստանալով ճշգրիտ տեղեկություն նման երևույթների մասին, որտեղ տեղեկությունները շատ դեպքերում մեզ չեն հասնում, շատ դեպքերում դրանք փակվում են ծնողների, անկավարժների,
կողմից եւ չեն բարձրաձայնվում։ Բարձրաձայնվում են շատ այլ տեղեր, որտեղ որ պետք չի բարձրաձայնել, այլ պետք է հենց կոնկրետ ճիշտ հասցեատիրոջ մոտ բարձրաձայնել։ Մեր համար ցանկացած տեղեկատվություն դա սիգնալ է, որ հետևից մենք պետք է գնանք եւ շատ օպերատիվ։ Եթե խոսքը վերաբերվում է անչափահասին, բայց մենք չենք արձանագրել այնպիսի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես վտանգավոր։ Շնորհակալություն, պարոն փոխնախարար։ Տիկին Մայլյան, ձեր գլխավորած կազմակերպության գործնեության, այսպես ընթացքում, ձեր դիտարկումների շրջանակում հաճախ եք ականատես լինում անչափահասների ներգրավվածությանը։ Փոխնախարարը թիվ նշեց 6 դեպքի մասին էր նա խոսում, եթե չեմ սխալվում։ Դուք ինչ կարող եք ասել, ունեք կոնկրետ օրինակներ։ Մենք աշխատում ենք չափահաս անձանց հետ եւ մեր կազմակերպություն որպես շահառուներ չեն դիմում անչափահաս անձիկ, բայց դաշտային աշխատանքի ընթացքում մենք հստակ արձանագրում ենք, որ թմրամիջոցների օգտագործումը բավականին երիտասարդացել է։ Նախ առաջին հերթին պետք է մենք հասկանանք, որ երեխաները դեռահասները ամենալավ թիրախն են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Բայց ինչպես ենք մենք արձագանքում որպես հասարակություն։ Ով պետք է այս խնդրին անդրադառնա, ով պետք է այս խնդրով աշխատի։ Ընտանիքը եւ դպրոցը։ Ընտանիքը ինչու չի անդրադառնում այս խնդրին, որովհետեւ մենք բոլորս մտածում ենք, որ թմրամիջոցները մեր հետ երբևէ ոչ մի կապ չեն ունենա։ Սա խտրական այդ պատկերացումները, որ մենք ունենք, որ թմրամիջոցները կոնկրետ ինչ-որ խմբի են վերաբերվում, ընտանիքը համարում է, որ սա իր խնդիրը չի։ Դպրոցը, կրթական համակարգը, ցավոք սրտի մենք արձանագրում ենք, որ այն մանկավարժները, որոնք որ պետք է այս թեմայի մասին խոսան, այս մարդիկ լավ պատրաստված չեն ու երբեմն իրենք էլ չեն պատկերացնում, թե որտեղից ուր կարող է գնալ թմրամիջոց, ինչպես կարող է գալ մտնել, կամ օրինակ երեխաների հետ ինչի մասին պետք է խոսել, ինչպես պետք է խոսել։ Պարոն փոխնախարարը նշեց, որ ոստիկան արձագանքում եք անցած տարիներին այդպիսի դեպքեր եղել է, երբ որ ոստիկաններ օրինակ գնացել են ավագ դպրոցում երեխաների հետ սկսել են խոսել, ուզում եմ ձեզ ասել, որ դա ավելի հակառակ էֆեկտն է տալիս, որովհետև երեխաները միանգամից դիմադրում են։ Այստեղ մենք խնդիր ունենք առաջին հերթին վերապատրաստելու մեր մասնագետներին դպրոցներում, որպեսզի իրենք կարողանան նախ ճանաչել խոցելի երեխային, հետո այդ երեխայի հետ ճիշտ աշխատանք անել եւ այս անհրաժեշտության դիմել մասնագետներին։ Նաեւ մի հատ այսպիսի կարևոր բան եմ ուզում արձանագրել, քանի որ մենք աշխատում ենք խոցելի խմբերի հետ, մենք տեսնում ենք, որ մենք անընդհատ աշխատում ենք հետևանքների հետ, անընդհատ։ Միավի ոլորտում աշխատում ենք հետևանքների հետ, թմրամիջոցների ոլորտում աշխատում ենք հետևանքների հետ։ Սա գուցե ժամանակները շատ արագ են գնում, տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, գուցե պետությունը իսկապես այդքան ռեսուրս չունի, որ միշտ առաջ անցնի, բայց միշտ մենք ընկնում ենք հետևանքներն ենք սկսում փակել։ Եվ միգուցե մենք պիտի մտածենք որպես պետություն ավելի առաջ այս խնդիրները կանխատեսենք եւ փորձենք կանխարգելել։ Իրականում ռազմավարությունը շատ լավն է։ Ես ինքս շատ ակտիվ ներգրաված եմ եղել։ Քննադատում եք, ունեք կոնկրետ առաջարկներ, որպեսզի պարոն փոխնախարարը գնա, ասի Տիկին Մայլյանը սա է, մեկը կարող եք նշել։ Այո, պետք է վերանայել կրթական համակարգի նյութերը, այն մասնագետները, ովքեր որ աշխատում են երեխաների հետ, պետք է անցնեն բավարար, նորմալ, պատշաճ վերապատրաստումներ, որպեսզի կարողանան ճանաչել խոցելի երեխային, աշխատեն այդ երեխայի հետ եւ եթե իրենց իրավասություններից դուրս է, միգուցե լինի պետական առանձին մարմին, որը կտրամադրի սոցիալ-հոգեբանական աջակցություն այս երեխաներին։ Շնորհակալություն Տիկին Մայլյան։ Մենք արդեն կարող ենք հաջորդ տեսանյութը դիտել։ Կարծեմ պարոն Զոլյանին հարցի հնարավորություն չտվեցինք։ Դե ես կուզեի արձագանքել ճիշտ ասած, բայց լավ։ Դուք կունենաք հնարավորություն։ Թմրամիջոցների դեմ պայքարը սկսվելու է ըստ ռազմավարության դպրոցից, ավարտվելու է ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության նախարարության։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը 3 քննարկվում էր խորհրդանի պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ։ Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն Ազատության հետ զրույցում վստահեցրեց, թե առաջին անգամ շատ բովանդակային եւ ներառական ռազմավարություն է մշակվել, որը վերաբերում է բոլոր գերատեսչություններին, հանրակրթական հաստատություններին, մաքսային ծառայություններին, նաև պաշտպանության նախարարությանը։ Թմրանյութերը նաև բանակում են տարածվել։ Բանակ էլ եմ մտել եւ սա չպետք է մենք թաքցնենք, ինչը եւս մտահոգիչ է, որովհետեւ ինչի է բանակ մտել, այն ինչը հասարակության մեջ կա, բանակը դրա հայելին է ավելի խտացված։
Տիկին Վարդազարյան, այս տեսանյութը 1 տարվա վաղեմության տեսանյութ է, որ խնդրեմ կանդրադառնանք տեսանյութում հիշատակված ռազմավարությանը, որ փուլում է։ Եվ նաև տեսանյութում խոսք գնաց այն մասին, որ թմրամիջոցները բանակ են ներթափանցել։ Ինչպես է դա հնարավոր։ Դա որ գերատեսչության թերացումն է։ Բանակը մեր հասարակության մի մասն է, ու չեն կարող չներթափանցել։ Այսինքն ես չեմ կարող չափերի մասին խոսել, թե որքանով են դրանք այնտեղ հայտնվում, բայց որ հայտնվում են, դա միանշանակ է։ Եվ դա որ գերատեսչության թերացումը կարող ենք համարել եւ չմոռանանք ռազմավարության անդրադառնալ։ Ռազմավարության մասին ինչ կասեք։ Ռազմավարության մասին ուզում եմ ասել, որ լիովին համաձայն եմ Տիկին Մայելյանի ներկայացրածի հետ, այն առումով, որ կանխարգելման աշխատանքները անբավարար են իրականացվում համապետական առումով, հա, թմրանյութերի գործածման, թմրամոլության կանխարգելման մասին է խոսքը, որպես բժիշկ ամենահարահայտ ճշմարտությունը կարող եմ ասել, որ շատ հեշտ է կանխարգելել, քան թե բուժել, հա, այսպես, բայց կանխարգելման համար նախ պետք է ունենանք համաճարակաբանական օբյեկտիվ իրավիճակ, այդ ցուցիչների ներդնումը ամբողջ պետությունում իրավիճակը գնահատել, որից հետո արդեն քաղաքականություն մշակել նաև կանխարգելման ուղղությամբ։ Դեռահասների առումով ուզում եմ ասել, որ նրանք ամենանուրբ շերտն են այս ամբողջ պատմության մեջ, ամենախոցելի։ Մեզ հաճախ զանգահարում են դպրոցներից, խնդրում են, որ մենք գնանք, այնտեղ հանդիպումներ ունենանք։ Առաջինը այն է, որ մենք հակադարձում ենք հանդիպել երեխաների հետ, չենք կարող հանդիպել ծնողների հետ, հանդիպել ուսուցիչների հետ որոշակի գիտելիքներ հաղորդելու համար, որովհետև երեխաների հետ խոսելու համար պետք են առանձնահատուկ հմտություններ։ Ուղղակի գնալ պատմել երեխային այս կամ այն թմրանյութի ազդեցության մասին, ինքը կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրություն։ Ու եղել են ցավոք սրտի այդպիսի դեպքեր, որ այդ հանդիպումից հետո երեխան գնացել ու փորձել է, մի տեսնեմ ինչ է սա, էլի, հասկանում եք։ Դրա համար ինքը շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Ես կարող է շատ լավ աշխատեմ, շատ երկար տարիների փորձ ունեցող հիվանդի հետ, բայց ես չգիտեմ ինչ պետք է ասեմ դեռահասին։ Այսինքն առանձնահատուկ հմտություններ, առանձնահատուկ մասնագետներ, պատրաստված մասնագետներ միայն այդ ոլորտում պետք է աշխատեն, որ մենք ունենանք հաջողություն, բայց միանշանակ երբեք չթերագնահատել ընտանիքի դերը։ Երբեք։ Ծնողները պետք է ճանաչեն իրենց երեխաներին, պետք է ընկերություն անեն երեխաների հետ։ Երեխաները ավելի շատ հեռախոսներում են, քան թե շփվում են ծնողների հետ, հասկանում եք, սա կատաստրոֆիկ իրավիճակ է։ Ամենը բարթեցինք ծնողների վրա։ Պարոն Զոլյան, մեզ մոտ կարծես դեժավյու լինի։ Ես հիշում եմ նախորդ 35 տարվա ընթացքում ինչ լինում էր օրինակ բանակի հետ կապված, ասում էին, գիտեք, բանակը հասարակության հայելին է, մենք ինչ անենք։ Ոնց որ դուք ապրում եք քաղաքացիական կյանքում, ձեր ընտանիքներում ինչ դաստիարակություն եք, բայց չէ որ մենք կառավարություն ունենք, մենք կարծես անկախ ինքնիշխան պետություն ենք ստեղծում, ինչ կարող եք ասել։ Տեսեք, ես չեմ ուզում հիմա կենտրոնանամ ինչ-որ առանձին ինստիտուտների վրա, դպրոց, բանակ եւ այլն, ըստ էության ճիշտ են ասում, բայց գիտեք, այնպեսի տպավորություն է, որ մենք հաճախ մոռանում ենք, ինչի են մարդիկ ընդհանրապես թմրամիջոց ընդունում։ Մարդիկ թմրամիջոց շատ հաճախ ընդունում են, որովհետեւ դա սթրեսից ազատվելու ինչ-որ ձև է եւ շատ հաճախ մարդիկ այլ ձև չունեն սթրեսից ազատվելու, ինչ-որ օրինակ որոշակի չունեն պատերազմական պայմաններում եւ մարդիկ օգտագործում են այն, ինչ կարողանում են եւ եթե դա չանեն, գուցե շատ ավելի վատ հետևանքներ լինեն, հա, եւ այստեղ ես կարծում եմ, ինչի եմ ես ասում, միայն այս պատժողական քաղաքականությամբ կներեք, բայց մենք պետք է դա թողնենք ինքնաոսի, ասենք, գիտեք, դուք սթրեսից ուզում եք ազատվել, խնդրեմ ազատվեք ինչպես կարողանում եք։ Չէ, չպիտի թողնենք ինքնաոսի, դրա համար այն լուծումները, որ ես առաջարկում եմ, հա, տարբերակել թեթև թմրամիջոցները ծանրերից, պայքարել ծանրերի դեմ եւ կարգավորել թեթևները, պարզ է, իհարկե բանակում մարդը չպիտի ծառայության ժամանակ դա օգտագործի, բայց նաեւ դուք պետք է հնարավորություն տաք մարդուն, ով իր հայրենիքին ծառայել է եւ այդ ծառայության ընթացքում ինչ-որ տրավմա է ձեռք բերել եւ եթե նրա համար, ասենք, միակ ձևը, որ նա կարողանում է դրա հետ հարաբերվել, ասենք, մարիխուանա ծխելով է, ինչու մենք պետք է այդ մարդուն դա արգելենք, հա, սա մեկ։ Երկրորդը դպրոցների հետ կապված։ Ինչու է սա տարածվում դպրոցներում։ Որովհետև էլի այդ արգելողական քաղաքականության պատճառով առևտուրը իրականանում է on-line, հա, սոցիալական ցանցերով եւ այլն։ Եվ յուրաքանչյուր երեխա
կարող է մտնել եւ առնել։ Ավելին ասեմ, տարածված երևույթ է, որ գիտեք, զակլատկաների այդ համակարգ կա Հայաստանում եւ երեխաները ուղղակի գնում են, գիտեն որտեղ է դրվում, գնում են գտնում են։ Եվ դա դուք չեք կարող որևէ ձևով կանգնեցնել։ Իմ առաջարկած տարբերակը նշանակում է, որ կլինեն հատուկ վայրեր, որտեղ կմտնի մարդը իր անձնագրով, այնտեղ կհամոզվեն, որ նա չափահաս է, ինչ որ սահմանափակ քանակությամբ համեմատաբար թեթև թմրանյութ ինքը կկարողանա ձեռք բերել եւ որևէ երեխա այդտեղ չի կարողանա մտնել, հա, եւ էլի շատ երկրներում սա օգտագործվում է այս տարբերակը։ Ես էլի չեմ պնդում, որ անպայման սա միակ տարբերակն է, հա, բայց ես կարծում եմ, որ կարևոր է, որ մենք նաեւ այս այլընտրանքները հաշվի առնենք եւ ոչ թե կենտրոնանանք միայն արգելելու, պատժելու եւ այլնի վրա։ Շնորհակալություն, Աննա, հիմա տեսնենք ի վերջո պարզ մարդիկ, եթե կարելի այդպես ասել, ինչ են մտածում։ Մենք ունենք հարցեր Ունենք։ մեր ունկնդիրներից, որոնք մեզ ուղղել են սոցիալական մեդիայի միջոցով, Facebook-ում, Instagram-ում։ Հիշեցնենք նաև առաջանցանք ինձ։ Հիշեցնենք նաև, որ հաջորդ հաղորդման թեման էլ կարող են իմանալ մեր այդ հարթակներում եւ այդ թեմայի հետ կապված էլ մեկնաբանություններ ու հարցեր գրել։ Դե դուք էլ խնդրում եմ կարդացեք առաջին հարցը։ Շատ լավ։ Աննա, խնդրեմ կցուցադրեք մեր առաջին հարցը։ Մեր հեռուստադիտողներից Արևիկ Էվոյանն է հարցնում. Արդյոք հնարավոր է օգնել թմրանյութերից կախվածություն ունեցող մարդուն, եթե նա չի ցանկանում օգնություն եւ թշնամաբար է տրամադրված ցանկացած զրույցի։ Այսօրվա իրավական կարգավորումներով բուժումը իրականացվում է միայն եւ միայն հիվանդի համաձայնությամբ։ Հարկադրական բուժում կարող է ստանալ հիվանդը միայն դատարանի որոշումով։ Շնորհակալություն պատասխանի համար։ Մենք մի հարց էլ ունենք Արևիկ Էվոյանից, Սարգիս, այս մեկն էլ դու կկարդաս։ Խնդրեմ, եթե կարելի է, կա շատ տարածված կարծիք եւ նաեւ անձնական զգացողություն, որ վերջին տարիներին սաստիկ տարածում են գտել սինթետիկ թմրանյութերը, մասնավորապես մեթամֆետամինը, տարածված կարծիք կա նաև, որ դրա տարածման պարագլուխները մերձ իշխանական անձինք են ու պետությունը Պարոն Մկրտչյանին է ուղղված հարցը, այո, եթե ցանկանար, դե մկառներ, բայց չի առնում։ Խնդրում եմ, եթե պետական պաշտոնյա անձ լինելու է հյուրերի մեջ, թող պարզաբանի թմրանյութի տարածման դեմ ինչ գործողություններ են արվել պետության կողմից։ Այստեղ հարցի ըստ էության մեխը այն է, որ ունկնդիրը նշում է մերձ իշխանական անձինք։ Դուք ընդհանրապես պրակտիկայում եղել են դեպքեր, որ հենց մերձ իշխանական անձինք են հայտնվել ձեր ուշադրության կենտրոնում եւ դուք գործողություններ եք ձեռնարկել հենց մերձ իշխանական անձանց դեմ։ Նախ ի սկզբանե եկեք բացառենք այդ խոսույթը, ինչ ասել է մերձ իշխանական։ Եթե որևիցե անձ կամ անձանց խումբ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ մերկացվում են իրենք այդ գործողություն անելուց, քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածով մարդկանց նկատմամբ վարույթ է հարուցվում եւ բնականաբար հետևանքներ են լինում, ինչի արել պետությունը այս ուղղությամբ։ Նաեւ հարց տվողը սինթետիկ թմրանյութերից էր խոսում, պետությունը 2025 թվականին 5.5 անգամ ավել սինթետիկ թմրանյութ է հայտնաբերել նախորդ տարվա, այսինքն հանել է շրջանառությունից, սա բավականին լավ ցուցանիշ է, եթե քաշով ասեմ 214 կիլոգրամի մասին է խոսքը գնում, եւ բնականաբար սա արդյունքային ցուցանիշ է։ Պետությունը անզիջում պայքար է մղում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իհավասիկ եւ ամենօրյա իրավապահ կառույցների աշխատանքը եւ ռազմավարությունը, ինչի մասին որ մենք խոսում ենք եւ նաեւ պատասխանելով հարցին թե ուր է ասել ռազմավարությունը 2025 թվականի հունիսի 5-ին ընդունվել է եւ հիմա իրագործման փուլում է։ Եվ ինչ որ մենք խոսում ենք այստեղ, ինչ որ չափով հասցեագրված է ռազմավարությամբ, մյուս առիթին կփորձեմ նաեւ անդրադառնալ այդ հարցերին։ Շատ լավ, անցնենք հաջորդ հարցին։ Ջաղացպանյան Արեգն է հարցնում. թմրամիջոցների տարածումը անհատի խնդիր է, թե հասարակության ձախողում, եւ կողմերը որ փուլում են պարտվում թմրանյութերի դեմ պայքարում, կանխարգելման, կրթության, թե վերահսկողության մակարդակում։ Մենք իհարկե մասամբ այս հարցերին անդրադարձանք, բայց Տիկին Մայլյան, այս հարցին պատասխանելու ընթացքում կխնդրեմ նաեւ եզրաբանությանը անդրադառնալ։ Գուցե ուշացած թվա իմ հարցը, բայց ամեն դեպքում թմրամիջոց օգտագործող բոլոր մարդկանց թմրամոլ անվանելը որքանով է ընդունելի եւ ճիշտ պրակտիկա։ Նախ առաջինը ասեմ, որ թմրամոլ տերմինը շատ հնացած է եւ չի կարելի այլևս կիրառել, ասում են թմրամիջոցներ
գործածող անձիկ։ Այս եկեք ֆիքսենք եւ փորձենք մեր բառապաշարում օգտագործել ավելի իրավունքահեն բառեր։ Ինչ որ վերաբերվում է պետությունն է ձախողում, թե անհատն է ձախողում, տեսեք, աշխարհում չկա այդպիսի պետություն, որը լուծել է թմրամիջոցների հարցը։ Կան պետություններ, որոնք դրանք կառավարում են եւ դրանք հասանելի չեն այն մարդկանց, ում չպետք է հասանելի լինեն։ Ես ուզում եմ համաձայնել ձեզ հետ եւ ասել, որ կան մարդիկ, ովքեր իսկապես ունեն այդ թմրամիջոց պարունակող դեղերի կարիքը եւ պետք է մեր համակարգը այնպիսին լինի, որ մարդը չվախենա եւ երբ ինքը դրա կարիքը ունի, գնա եւ ստանա։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ պատահական հայտնվում են այդ թմրամիջոցների ճիրանում, սկսում են օգտագործել շատ պատահական, այս դեպքում իհարկե գործ ունի անելու եւ իրավապահ համակարգը եւ գործ ունի անելու կրթական համակարգը, ինչպես նաեւ ընտանիքները։ Անհատական մակարդակում, այո, մեր կյանքում լինում են իրավիճակներ, բոլորիս կյանքում, այդ թվում թմրամիջոց օգտագործող մարդկանց կյանքում, որոնք դրանց համար շատ ծանր, դժվար, անհաղթահարելի են թվում եւ երևի ամենակարճ ճանապարհը գտնում են թմրամիջոցների մեջ խեղդել իրենց վիշտը, դարդը, չգիտեմ, կամ փախչել իրականությունից։ Մենք շատ կարևոր մի բան եմ ուզում ասել, այո, Հայաստանում այսօր իրավապահ համակարգը աշխատում է, առողջապահական համակարգը աշխատում է, բայց սոցիալ-հոգեբանական աջակցության բաղադրիչը իրականում բացակայում է։ Այն մարդը, որը որ 1-2 անգամ օգտագործել է, բայց ինքը ուզում է թողնի, տեղ չկա, ուր ինքը գնա, որտեղ ստանա այդ աջակցությունը։ Եվ երբեմն այո ընտանիքին էլ չի կարողանում դիմել եւ ստացվում է, որ դառնում է իր անհաջողությունը փաստորեն եւ պետության եւ անհատի։ Շնորհակալություն։ Կարծես մի հարց էլ ունենք։ Էլեն Ծատինյանն է գրում, հարցնում է ինչպես նվազեցնել խարանն ու միաժամանակ պայքարել տարածման դեմ։ Տիկին Վարդազարյան, այս խոսակցության, այս քննարկման ընթացքում, եթե իմի բերենք, կարծես 2 տարբերակ է առաջարկվում, մեկը այսպես ավանդական, որը ունի իր արդյունքները, պարոն Զոլյանը առաջարկում է այն տարբերակը, որը կարծես աստիճանաբար, եթե չեմ սխալվում, տարածում է ստանում եվրոպական երկրներում։ Ինչ կարող եք ասել, ինչպես պայքարել, դուք ինչ առաջարկ ունեք, հնարավոր է մեկ այլ երրորդ տարբերակ այս պարագայում։ Ես համաձայն եմ, որ պետք է քննարկել բոլոր տարբերակները։ Ինչ վերաբերում է թմրամիջոցների գործածմանը որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում, ես կողմ եմ թմրամիջոցների բժշկական կիրառությանը, բայց ոչ երբեք ազատականացմանը ընդհանրապես։ Որովհետև մարդիկ, ովքեր ունեն ստրես, ովքեր ունեն նյարդային խնդիրներ, նրանք ուղղակի զբաղվում են ինքնաբուժումով։ Հավատացեք, նրանցից շատ քչերն են, ովքեր սկզբում դիմում են բժշկի, հետո հարևանի խորհրդով փորձում են ծխել տետրահիդրոկանաբինոլ պարունակող թմրամիջոցներ։ Շատ ավելի հեշտ է, շատ ավելի մատչելի է, շատ ավելի հաճելի է դա, քան թե բժշկի մոտ գնալը։ Այսինքն եւ դա թմրամիջոցների գործածման պատճառներից ընդամենը մեկն է, բազմաթիվ են դրանց պատճառները, որոնցից մեկը կարելի է համարել այն, որ մարդը ունի որոշակի նյարդաբանական կամ հոգեբանական խնդիրներ ու դրա պատճառով սկսում է գործածել։ Բայց ամեն դեպքում կիրառությունը պետք է լինի բժշկական, այսինքն դեղաչափը որոշելու հնարավորության պարագայում միայն կարելի է հիվանդին նշանակել թմրամիջոց պարունակող տեղուրակ։ Չունենք այդ հնարավորությունը, ընդհանրապես ասեմ, որ կանոնները բանվան ասեմ, որ մարիխուանայի պարագայում մենք ընդհանրապես չունենք այդ հնարավորությունը, եթե ինքը ոչ բժշկական է։ Եթե բժշկականը առանձնացվում է ազդողնյութը, այնտեղ հնարավոր է դոզավորել։ Ոչ բժշկական կիրառման պարագայում մարիխուանան հենց դրանով է վտանգավոր, լինելով թեթև թմրամիջոց, համարվելով թեթև թմրամիջոց, ոչ ծանր, ինքը վտանգավոր է նրանով, որ նրա որևէ մասում այդ բույսի այս կամ այն չորացրած մասում հնարավոր չի որոշել թմրամիջոցի քանակը եւ դրա հետևանքը կարող լինի անկանխատեսելի նույնիսկ մեկ գործածման պարագայում։ Շնորհակալություն Տիկին Վարդազարյան, պարոն Զոլյան, տեսնում եմ, որ դուք արձագանքի Ես կարիք ունեք։ սոցիալական խարանի հետ կապված էլի ուզում եմ ասել, որ պետքա տարբերակել, հա, որ ասում ենք սոցիալական խարան, հիմնականում դա վերաբերում է ծանր թմրամիջոց օգտագործողներին եւ իհարկե պետք է բոլոր մարդիկ ունեն իրենց իրավունքները եւ ունեն իրենց արժանապատվությունը եւ այդ սոցիալական խարանը որևէ մեկին չպետք է վերաբերի։ Բայց միևնույն ժամանակ այսօր
զարգացած երկրներում, նաև Հայաստանում, երբ որ մենք խոսում ենք մարիխուանա օգտագործողի մասին, վաղուց արդեն այդ կարծրատիպը, որ դա ինչ-որ, չգիտեմ, տուն չունեցող դժբախտ մարդիկ են, կամ գուցե ասենք արվեստագետներ են, կամ չգիտեմ, երգչուհիներ են, վաղուց արդեն այդպես չէ։ Ես ձեզ հավատացնում եմ, որ մարիխուանա օգտագործողների մեջ կան շատ տարբեր մասնագիտությունների մարդիկ, բժիշկներ, ծրագրավորողներ, գիտեմ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ եւ այլն, աշխարհի ամենահարուստ մարդը այսօր Իլոն Մասկը ուղիղ եթերում ծխել է մարիխուանա, ամբողջ աշխարհը դա տեսել է, ավելի նա օգտագործում է կետամին, որը շատ ավելի պես լուրջ միջոց է, որը Ամերիկայում օրինական է դեպրեսիայի դեմ, այսինքն այդ սոցիալական մեր կարծրատիպերը դրանք եւս հնացած են եւ հիմա ես չեմ քարոզում բնականաբար ես ուզում եմ ասեմ որ եթե մենք ինչ-որ մարդու որը ըստ էության իր կյանքում հաջողակա ունի հաջող կարիերա ունի ընտանիք եւ այլն այդ մարդուն մենք ասենք իր գրպանում ինչ-որ բան ենք գտնում ու տանում ենք բանտ ենք նետում հա մենք ըստ էության հաջողակ մարդուն տանում ենք դարձնում ենք հանցագործ հա եւ դա էլ է պատճառը որ աշխարհում փոխվում է վերաբերմունքը թեթև թմրամիջոցների հանդեպ հա Կրկնում եմ, խոսքը բոլոր թմրամիջոցների մասին չէ եւ վերջին բանը, որ ուզում եմ ավելացնեմ, բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտը եւ ալկոհոլը շատ ավելի վտանգավոր են, շատ ավելի վնասակար են, շատ ավելի մեծ կախվածություն են առաջացնում, շատ ավելի մահաբեր են, հա, քան մարիխուանան եւ շատ ուրիշ թեթև թմրամիջոցներ։ Բայց դրանով հանդերձ մենք այսօր 24 ժամ կարող ենք մտնել խանութ եւ այնտեղից ձեռք բերել օղի կամ վիսկի կամ ծխախոտ եւ Սա ես գտնում եմ, որ անտրամաբանական է։ Շնորհակալություն։ Եթե կարճ կարող եմ, ես եմ շատ դեռևս նախ կներեք, էլի, ճիշտ է, կարծես թե չէիք քարոզում, բայց մի քիչ գովազդում էիք։ Գիտեք, ես էլ այստեղ ընդհատեմ ձեզ, դուք էլ ինձ կներեք, կարծես ձեր մոտ տվյալների մեծ շտեմարան կար, ով է այդպես հաջողակ։ Մենք ոնց որ ի սկզբանե մարդկանց հաջողությունը կներեք, էլի ձեր խոսքում ես տես տպավորություն ստացա, որ այդ հաջողությունը ինչ որ փոխկապակցված է այդ երևույթի հետ Իսկ հնարավոր է հաջողությունը այլ աղբյուրներ եւ հիմքեր ունի, իսկ դա այդ մարդուն մի փոքր հնարավոր է անհաջողությունն է։ Եվ այս իմաստով մենք ոնց որ թե արդեն խոսում ենք այն ելակետից, որ դե պետք է օգտագործվի եկեք կամ այս ձևաչափով, իսկ մենք օրինակ այլ կանխարգելման ռեժիմ ունենք, մենք ցանկանում ենք, որ մեր անչափահասները զբաղվեն սպորտով, կրթությամբ տարբեր այլ զբաղվածություններ ունենան եւ թիրախավորել ենք այս խնդիրները եւ մեր գործընկերները փորձելու ենք ամեն ինչ անենք որ լինի այդպես որ մենք ի սկզբանե չմոտենանք այդ հոգեբանական վիճակին որ մի հատ էլ այդ հոգեբանական վիճակը հետո լուծելու ուղիներ ման գանք ու ընտրենք վիսկի թե կներեք մարիխուանայի մեջ կամ դրա ապօրինի կամ օրինական վաճառքի մեջ մեր մոտեցումը այս պահին որ ամրագրված է ռազմավարությամբ դա է Շնորհակալություն։ Հենց հիմա մենք ուզում ենք ասել, որ դուք կարող եք մեր վերջին փուլի շրջանակներում եւ առաջինը ձայնը կտանք պարոն Զորյանին ամփոփիչ 3 րոպեանոց խոսքի ընթացքում անդրադառնալ նաեւ այս հարցին եւ կսկսենք պարոն Զորյանից։ Շնորհակալ եմ շատ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այս քննարկման համար, սա ինձ թվում է աննախադեպ քննարկում է, այս տիպի քննարկում շատ քիչ է լինում։ Ես նախ ուզում եմ ձեր հարցին անդրադառնամ այդ օրինականացման ազատականացում տերմինը իրականում սխալ տերմին է, որովհետև չի ազատականացվում, որովհետև շատ սահմանափակումներ կան, հա, այսինքն ամեն դեպքում չափահասների համար է դա, ամեն դեպքում սահմանափակ քանակով է եւ այլն եւ այլն, այսինքն ավելի շատ խոսքը կարգավորման մասին է։ Ու այդ հետազոտությունները տարբեր են ու այո, որոշ հետազոտություններ ասում են, որ ավելացել է օգտագործողների քանակը, բայց Նաև կա ենթադրություն, որ պարզապես մարդիկ, ովքեր դրանից առաջ թաքցնում էին իրենց օգտագործումը, սկսել են ազնվորեն ասել, որ այո, օգտագործում են։ Բայց կա նաև Պորտուգալիայի օրինակը, որը համարվում է հաջողության պատմություն, որտեղ ընդհանրապես բոլոր թմրամիջոցներն են ապաքրեականացնել, ոչ թե թույլատրել են վաճառքը, այլ օգտագործումը, բոլորի, ընդհանուր մինչև հերոին եւ մնացած ծանր թմրամիջոցներ, եւ դա համարվում է հաջողության պատմություն, որովհետեւ Պորտուգալիան նաև մեր նման հասարակություն է, որտեղ ընտանիքները այդպես ամուր են, ընկերական կապերը ամուր են եւ այդ մարդիկ ոչ թե բանտ են ընկնում, այլ ասենք իրանց ծնողներին, հարազատներին տեղեկացնում են, որ այդ ձեր հարազատը ունի խնդիր եւ դրանից հետո նրանք իրենց հարազատների օգնությամբ այդ խնդիրը հաղթահարում են եւ դրա արդյունքում եւ ձիահի թվերն են իջել եւ հերոինի օգտագործման եւ այլն։ Այսինքն կա այդպիսի դրական փորձ։ Ձեր հարցի վերաբերյալ լրիվ ես համաձայն եմ, որ ընդհանրապես ավելի լավ է չօգտագործել որևէ նյութ, լինի օրինական թե ոչ օրինական, նույն ալկոհոլը, նույնիսկ սուրճը կախվածություն է առաջացնում եւ
օրինակ ես ինձ համար գտել եմ յոգա, մեդիտացիա, այդպիսի բաներ եմ զբաղվում, դրա շնորհիվ փորձում եմ պահպանել իմ հոգևոր հանգստությունը։ Բայց ցավոք սրտի ոչ բոլորն են ի վիճակի դրանով զբաղվել եւ ես կարծում եմ, որ միշտ չի, որ ասած օրենքի ուժով ինչ-որ բան պարտադրելը աշխատում է։ Բնականաբար պետք է այս ոլորտը վերահսկվի, պետք է ծանր թմրանյութերի առևտուրը եւ մնացած դրա հետ կապված ամեն ինչը, հա, այն ինչ-որ այսօր քաղաքականությունը, որը կա, պետք է շարունակվի, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքը ունի ընտրություն, թե ինչ անել իր մարմնի հետ, իր գիտակցության հետ եւ մենք այդ մարդուց ավելի լավ դժվար թե հասկանանք նրա հոգեվիճակը, հա, թե նա ով է, ինչ վիճակում է գտնվում եւ եթե նա ուրիշ մարդկանց վնաս չի տալիս, հա, իսկ իմ ասած դեպքում նա ուրիշ մարդկանց վնաս չի տալիս, հա, այսինքն նա ունի իրավունք որոշելու, թե իր համար այս պահին ինչն է օպտիմալ, ինչը ոչ։ Մենք կարող ենք նրան խրախուսել, մենք կարող ենք նրան բացատրել այս կամ այն նյութի վնասները եւ օգուտները, հա, որ կարող է կախվածություն առաջացնել, կարող է, չգիտեմ, այսպիսի բան լինել, բայց չգիտեմ, ամեն դեպքում, երբ որ ոստիկանը գալիս է եւ մարդուն ձերբակալում է, դա ինձ թվում է ամենաճիշտ տարբերակը չի այս հարցը լուծելու։ Եվ մեկ անգամ եւս շնորհակալություն եմ ուզում հայտնել այս քննարկման Ձեզ շնորհակալություն, պարոն Զոլյան։ Տիկին Վարդազարյան, դուք էլ ունեք 3 րոպե ամփոփիչ խոսքի համար։ Բոլոր կարծիքները ինձ համար ընդունելի են, քննարկման ենթակա են, որևէ խնդիր չկա, կարելի է քննարկել։ Ես ուղղակի ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը, որ ցանկացած պարագայում, եթե դուք գտնում եք, որ ձեզ մոտ արդեն կա որևէ խնդիր թմրամիջոցների գործածման, ալկոհոլի գործածման, ծխախոտի գործածման, խաղամոլության եւ ցանկացած այլ կախվածության հետ դիմեք մասնագետի։ Ուրիշ որևէ բան չեմ կարող ասել, որովհետեւ միակ ճիշտ տարբերակը համարում եմ դա։ Երբեմն մեզ մոտ գալիս են, հա, այդ մոտեցման տարբերությունը տարիների ընթացքում, որ ասում եք առաջացել է, առաջ մտածում էին, որ խավն է, որ ծխում է, հիմա լրիվ ուրիշ մարդիկ են, հա, մի ուրիշ կարծիք էլ կա, որ շատերը գալիս են, ասում են, հա, դե խոտ է, էլի, ինչ կա, հա, ասենք, այդ դրա համար ես մի պատասխան ունեմ, ինքը առանձնապես բան չի անում, չորացրած համ եմ, պետրուշկա, կարելի է ծխել, ասենք ոնց չի անում, ինքը թմրամիջոց է, թեթև, ծանր, ու նրա հետևանքները ել եմ ասում, մեկ անգամ գործածելու դեպքում էլ կարող են անկանխատեսելի լինել։ Ինքը կարող է առաջացնել հոգեկան խանգարում նույնիսկ մեկ գործածումից։ Այնպես որ ես այսօրվա իրավիճակում Հայաստանի ես ազատականացման չէ, հա, որևէ կերպով լեգալիզացիայի մասին առայժմ կարծում եմ շուտ է մտածել։ Շնորհակալություն։ Տեսեք, կարծես հիմնավորված, հա, կարծիք է հնչում, որ չէ որ մեկ անգամ օգտագործելն էլ ի վերջո կարող է, այո, վնաս հասցնել, բայց մյուս կողմից մենք կարծես այսպես գոհ չենք այն արդյունքներից, որ ունենք։ Եթե փորձեք ընդհանրացնել, ինչ կարող եք ասել։ Ձեր այսպես ամփոփիչ խոսքը։ Այո։ Իմ դիտարկմամբ եւ իմ աշխատանքային փորձը ինձ թույլ են տալիս ասել, որ թմրամիջոցները այսօր Հայաստանում ազգային անվտանգության հարց է։ Ցավոք սրտի։ Այո, կան տարբեր տեսակի, տարբեր ձևերի թմրամիջոցներ կամ թմրամիջոց պարունակող դեղամիջոցներ եւ այլն եւ այլն։ Ես ամբողջությամբ կիսում եմ, որ պետք է մենք ունենանք այնպիսի համակարգ, որը ճիշտ թիրախավորում է մարդկանց, այսպես բաժանում է այս մարդին չի կարիք ունի, այն մարդին չի կարիք ունի եւ նրան ըստ անհրաժեշտության դա տրամադրում է, բայց որ այսօր թմրամիջոցները ազգային անվտանգության հարց է, դա այլևս քննելու հարց չէ։ Իմ համար որպես մարդու, որը 15 տարուց ավել աշխատում է հասարակական կազմակերպությունում եւ զբաղվում է մարդու իրավունքներով, իմ համար այստեղ շատ կարեւոր է, որ մենք ինչ անում ենք, անենք մարդու իրավունքներից բխելով։ Չնսեմացնենք մարդուն, նրա արժանապատվությունը չվիրավորենք, խարանի եւ խտրականության չդիմենք, ինչպիսի օրենքներ եւ իրավակարգավորումներ, որ մենք մշակում ենք, միշտ հիշենք, որ մենք խոսում ենք մարդու մասին։ Սրանք թվեր չեն, սրանք մարդիկ են, սրանք ճակատագրեր են, սրանք ընտանիքներ են, երեխաներ են, եւ ի վերջո այս մարդիկ մեր պետության ապագան են։ Ինչ անում ենք, անենք հիշելով, մտքում պահելով մարդու իրավունքները։ Այո, կան մարդիկ ցավոք սրտի, որ երբեմն հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որ երբեմն անելանելի է թվում, չեն իմանում ուր գնան, ինչ անեն,
Կան նաև այսպիսի մարդիկ եւ մենք նաև պիտի մտածենք այս մարդկանց մասին։ Ինչ անենք, որպեսզի այդ մարդկանց փորձենք օգնել, աջակցել, որպեսզի ոչ թե պետության համար բեռ դառնան, այլ օգնեն պետությանը, աշխատեն, բարիք ստեղծեն։ Այո, կան աշխարհում այնպիսի երկրներ, որոնք ամբողջությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը պետությունը վերցրել է իր կառավարության ներքո։ Եվ ճանապարհը իմ կարծիքով սա է, որ մենք լավ պատկերացնենք ինչ իրավիճակ ունենք, ինչպիսի թմրամիջոցներ պարունակող դեղեր են Հայաստանում պետք, որպեսզի մենք կանխարգելենք ապօրինի շրջանառությունը։ Այսօր Հայաստանում կա միայն մետադոնային փոխարինող բուժում, որը տրամադրվում է օպիոիդային կախվածություն ունեցող, օպիոիդներից կախվածություն ունեցող անձանց ամենօրյա կամ շաբաթական ռեժիմով, բայց աշխարհում կան նաև այլ տեսակի դեղամիջոցներ, որոնք օրինակ ամսական կտրվածքով են տալիս, ինչը շատ նպաստում է ապօրինի շրջանառությանը։ Մենք պետք է նայենք աշխարհի լավագույն փորձին, թե որ երկրներն են այս կամ այն չափով հաջողել եւ այն ինչ որ անում ենք, նայենք մարդու իրավունքների պրիզմայով։ Բոլորը մարդիկ են, բոլորը մեր նման հավասար այս պետության քաղաքացիներն են եւ բոլորը իրավունք ունեն ստանալու բժշկական, առողջապահական, իրավական, սոցիալական ծառայությունները հավասար հիմունքներով։ Իսկ մարդկանց ուղղակի ուզում եմ ասել, որ թմրամիջոցներից ոչ ոք ապահովագրված չի, ուշադիր լինեն եւ երբ որ ունեն օգնության կարիք, դիմեն այնտեղ, որտեղ հնարավոր է։ Պարոն Մկրտչյան, նախ որտեղ է հնարավոր դիմել եւ նաեւ 3 րոպե ժամանակ ունենք առհասարակ ամփոփիչ խոսքով գործընկերս դիմելով։ նշեց, մասնագետներին է պետք դիմել։ Նախ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոց գործածած անձին բանտ չեն նետում եւ առավել եւս գրպանն էլ ոչ մի բան չեն նետում սովորաբար։ Ոնց որ դուք նշեցիք Պորտուգալիայում, Հայաստանում դա եւս քրեական հանցագործություն չի։ Այ ինչ վերաբերվում է դրա շրջանառելուն, այսա հանցագործություն է։ Ընդհանուր գլոբալ ես փորձեմ նաև հերթականությամբ նկարագրել թե ոնց եմ պատկերացնում, ես պատկերացնում եմ այսպես, եթե խոսքը վերաբերվում է թմրամիջոց գործածած կամ հնարավոր գործածող անձին, նախ եւ առաջ պետք է բացառել, որ այս երևույթը տեղի ունենա, խոսքս նախ եւ առաջ վերաբերվում է անչափահասներին եւ այստեղ շատ ճիշտ գրագետ, մասնագիտական եւ զգայուն աշխատանք է պետք տանել։ Եթե 1-2 անգամ, ինչպես նշեց գործընկերս, ինչ որ մարդ փորձել է եւ ունի որոշակի խնդիր, շատ արագ վերականգնել այս մարդուն եւ հետ բերել, եթե ունենք արդեն կախվածության մեջ գտնվող մարդ, ճիշտ բուժում տալ այս մարդուն եւ վերաինտեգրել հասարակություն, որովհետեւ եթե այս process-ը մենք չանենք, մենք սրանից օգուտ չենք ունենալու եւ այս անձը, այո, մեկուսանալու է եւ ասեմ ձեզ, հանցավորության կանխարգելման տեսանկյունից ռիսկեր է առաջացնելու նոր հանցագործություններ, այլ հանցագործություններ կատարելու համար։ Ինչ վերաբերվում է շրջանառությանը, պահելուն, իրացնելուն, վաճառելուն, արտադրելուն, ներմուծելուն, սրա դեմ պետք է անզիջում պայքար մղել եւ ստեղ վեճ կարծես թե պետք է չլինի, ստեղ պետք է լինի կոնսենսուս եւ պետության իրավապահ առողջապահական համակարգի եւ քաղաքացիական հասարակության կոնսենսուս, որտեղ սա այո, սա ազգային անվտանգության սպառնալիք կարող է դառնալ կամ դառնում է կամ դառել է։ Պետք է այսպես մոտենանք հարցին։ Եվ ինչը կարևոր է, մենք անընդհատ խոսքում բոլորս խոսեցինք բժիշկների աշխատանքից, ոստիկանի աշխատանքից, մանկավարժի աշխատանքից, որտեղ մենք ունենք մանկավարժ, ինքը լավ մանկավարժ է, բայց այս մասով ինքը չգիտի ոնց պետք է հարաբերվի։ Մենք ունենք լավ ոստիկան, բայց ինքը ստեղ ունի գրագիտության հարց։ Մենք ունենք լրագրող, որը լավ լրագրող է, բայց ինքը կարող է իր ոչ պրոֆեսիոնալ չվերապատրաստված լինելով այնպիսի օրինակ տեղեկատվություն հանրությանը տա, որը վերածվի գովազդի, որ ինչ որ մի անչափահաս երեխա այդ լսելով գնանի։ Եվ ռազմավարությունը թիրախավորել է բոլոր շերտերի կրթություն, այդ թվում նաև մեր լրատվության գործընկերներին, այդ թվում մանկավարժներին, այդ թվում ոստիկաններին։ Մենք նաև խոսեցինք փակ, հա, հաստատություններից, բանակը կամ քրեակատարողական հիմնարան, սրանք էլ առանձին սպეციფիկա ունեցող տեղեր են։ Ստեղ էլ իր ձևի է զարգանում այդ վատ երևույթը։ Եվ ստեղ էլ պետք է հատուկ ճիշտ մասնագիտացված մոտեցում ցուցաբերել։ Եվ արդյունքում ասեմ, որ պետք է ապրել առողջ, պետք է հեռու մնալ թմրամիջոցներից, իսկ եթե որոշակի առումով անձը հայտնվել է այդ իրավիճակում, անձին համարել կարիքի մեջ գտնվող մարդ, աջակցել եւ հասարակության օգնությամբ մարդուն վերադարձնել լիարժեք կյանքի։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, շնորհակալություն մեր բոլոր հյուրերին։ Հուսով ենք, որ շատ սթրեսի չենթարկեցինք մեր հյուրերին։ Այո, եւ ինչպես պարոն փոխնախարարը ասաց, եկեք լինենք առողջ
Եկեք լինենք նաև երջանիկ, եթերում բուն բանավեճներ, մենք կհանդիպենք ամեն շաբաթ երեկոյան ժամը 8-ին։ Կհանդիպենք, հաջողություն։